Մաշտ խաղաղ համագործակցային իրար երկիրը ծաղկեր, երկիրը շահեր, ժողովուրդը շահեր։ Քաղաքական գործիչներից ասես ինչ արին հարագիլների այ մարդ։ Շահումյան բնակավայրն է, վաղ շաբաթ խոշորացած համայնքի, այս էլ արագիլները։ Դեն մեզ հարագիլներին, չէ։ Մարտի 21-ն է, գտնվում ենք Արմավիրի մարզի վաղ շաբաթ խոշորացված համայնքի Շահումյան բնակավայրում, որտեղ մեծ թափով կառավարության ֆինանսավորմամբ հսկայական աշխատանքներ է սկսվել կոյուղատարերի, ջրագծերի փոփոխման, կարելի ասել զրոյից ստեղծելու ուղղությամբ, կառուցելու ուղղությամբ, ինչը շատ ողջունել է, հիմա տեսնում եք, հեսա դիտահորերը նոր փոխված է, սա հավանաբար հենց վիոլա ջուրն է անում, ապրի վիոլա ջուրը, եթե լավ բան անում, ապրի, հալալա։ Մարդիկ սովետական տարիներից այստեղ խնդիր է եղել ու հիմա վիոլա ջրի եւ իմ տեղեկություններով նաեւ կառավարության ֆինանսավորմամբ հսկայական ֆինանսներ են ներդրել ու ամբողջ վարչական տարածքում աշխատանքներ են իրականացնում նաեւ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը, ինչը նորից ողջունել է, բայց թե բնակիչներին, թե հավատացած եմ 100 հազարավոր մարդկանց անհանգստացնում է այն, որ հեծը որոշել է, որ այս բետոնե էլեկտրաշինները պետք է տեղափոխվի մոտ 1 մետր դեպի այն կողմ ճանապարհից։ Դա լավ է, բայց անհանգստություն է պատճառում այն, որ այս արագիլների բոլոր բները, թե հեծը ոնց է կարողանալու անվտանգ
բետոնե էլեկտրասյուները տեղափոխի, որպեսի արագիլների բները չվնասվի, չգիտենք։ Այս գյուղը նաև հայտնի է Թուրքից անընդհատ զբոսաշրջիկներ են գալիս հատուկ նաև հենց արագիլներին տեսնելու համար։ Ու հիմա եթե այդ բետոնե հենասյուները ոնց են տեղափոխելու, որպեսզի չվնասեն արագիլների բներին։ Ամբողջ գյուղը անհանգստանում է, մտահոգվում են, որ այս արագիլների բներին գոնե, չգիտեմ, ոնց է հետը տեղափոխելու։ Այս արագիլների բները ոնց է հետը տեղափոխելու, որ